Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսիից, Վրաստանից։ Եվ այսօր մենք ձեր հետ միասին կխոսենք Վրաստանի կողմից Հայաստանից դեպի Ռուսաստան եւ դեպի ուրիշ պետություններ գինու եւ կոնյակի սահմանափակումների առումով, որը խոչընդոտներ է ստեղծի այդ ոլորտում եւ որի պատճառով երեք Երևանում Վրաստանի դեսպանության առջև Հայաստանում տեղի ունեցավ բողոքի ցույց, որի ընթացքում այդ գործարանների ներկայացուցիչները գինու, կոնյակի եւ ալկոհոլի ընդհանուր առումով, ինչպես նաեւ այդ ոլորտում աշխատող մարդիկ անցկացրեցին ցույց եւ փորձեցին սրանով հասցնել իրենց մտահոգությունը այն պատճառով, որ ապրիլի 18-ից փաստորեն բոլոր բեռնատարները, որոնք գալիս են Վրաստանի տարածքով պետք է անցնեն մեծ մասամբ ոնց հասկանում եմ Ռուսաստան, դեպի Ռուսաստան, իրենց սահմանափակում է տեղի ունենում այդտեղ, չեն կարող շարունակել իրենց ուղին դեպի Ռուսաստան եւ վայր կա հատուկ, որտեղ որ գեզի են կոչում, որտեղ որ այդ ուրեմն ապրանքները ստուգման են ուղարկում եւ ինչքանով հասկանում եմ, որովհետեւ տվյալները մանրամասն չեն, նոր է այս թեման սկսում զարգանալ, ինչքանով ես հասկացա, այդ ալկոհոլը, կոնյակը, գինին եւ այլն ստուգման է ուղարկում վրացական կողմը, բացում է այդ ուրեմն մեքենաները բեռնատար եւ ուղարկում է ստուգման եւ ապրիլի 18-ից մինչեւ այսօր կարելի ասել 1 ամիս է ոչ միայն առաջինի հետ խնդիրը մնացել է, այլ նաեւ նոր ուղարկած բոլոր բեռնատարները ալկոհոլով նույն խոչընդոտի են հանդիպել Վրաստանի սահմանում եւ փաստացի ինչ կարելի արձանագրել։ Առաջինը, որ 1 ամիս է այս թեմայի մասին լուրջ քննարկում կամ արձագանք տեղի չի ունեցել եւ հիմա նոր 3 այս ցույցով կարելի ասել հայկական կողմը հանրայնացրեց եւ արդեն բացահայտ դարձրեց այս խնդիրը։ Համոզված եմ, որ այս ժամանակահատվածում արվել են փորձեր հայկական կողմից, որ խնդիրը լուծվի եւ փաստորեն դեսպանության առջև ցույցով, որը իհարկե հայկական իշխանությունները այս ցույցի մասին տեղյակ էին եւ իհարկե հաշվի առնելով մի շարք զարգացումներ կուզենային, որ այսպիսի միջոցառում տեղի չունենար ընդհանրապես, բայց խնդիրը չլիներ նկատի ունեմ։ Հաշվի առնելով, որ խնդիրը լուծել չի ստացվել 1 ամսվա ընթացքում, ես ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունները ել չկարողացան զսպել այդ ցուցարարներին եւ ցուցարարները արդեն դիմեցին այդպիսի բողոքի ակցիային։ Հիմա սա կարևոր աշխարհակաղակական հարց է, ինչպես ֆուտբոլի խաղը Թբիլիսիում կարևոր աշխարհակաղակական հետևանքներ ուներ, սա նաև իմ պատկերացումով ունի կարևոր աշխարհակաղակական հետևանքներ եւ գինու եւ կոնյակի հետ այդքան էլ ուղիղ կապ չունի։ Արեք սկսենք սրա վերլուծելը։ Առաջի հերթին հիշեցնեմ ձեզ, որ 2024 թվականի հունվարից Հայաստանի եւ Վրաստանի միջև ստորագրված է ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ, ըստ որի երկու պետությունների հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում։ Բայց չնայած դրա, անհասկանալի պատճառներով նույն ֆուտբոլի ժամանակ հայ ցուցարարների դեմ այստեղ ուժ կիրառվեց, եղավ պրովոկացիաներ եւ դրա դեմը չառավ Վրաստանի իշխանությունները, իսկ ավելին մենք նույնիսկ ենթադրում ենք եւ կա դրա հիմքերը, որ հակառակը հենց իրանք էին կազմակերպել այդ խնդիրը, այդ հակամարտությունը, կարելի ասել, եւ խնդրահարույց այդ իրավիճակը, որը այստեղ ստեղծվել էր։ Հիմա կարևորը այն է, որ սա ունի լուրջ հետևանքներ։ Առաջինը, տասնյակ տարիների ընթացքում այս կոնյակը գինին առանց խնդիր Վրաստանի տարածքով անցնում է եւ ստուգման հարցը օրակարգ չի դրվել։ Բացի դրանից, ինչքանով ես եմ հասկանում, այդ արտադրողները ունեն համապատասխան փաստաթղթերը եւ անհրաժեշտություն, որ վրացական կողմը ստուգի որակը այդ ուրեմն ալկոհոլի, նկատի ունեմ գինու եւ կոնյակի չկա։
Բայց ամենակարևոր մասը նաև այն է, որ ինչքանով ես հասկացա այդտեղից, այդ կոնյակը եւ գինին գնում է դեպի Ռուսաստան եւ չի գալի դեպի Վրաստան։ Վրաստանը միայն տարանցիկ պետություն է այդտեղ։ Ուստի Վրաստանին չի առնչվում ուղղակի այդ ըմպելիքի ուրեմն որակը։ Բացի դրանից, 1 ամիս է արդեն այս խնդիրը ստեղծել են։ Ստուգելու դեպքում, ցանկության դեպքում շատ լավ հասկանալի է, որ սա կարելի անել շատ կարճ ժամանակահատվածում։ Իհարկե, իմ համար ակնհայտ է, որ սա արդեն միայն ըմպելիքի հետ կապված եւ որակի հետ կապված հարց չէ։ Սա արդեն մի քանի նոր շերտ ունի։ Առաջի շերտը սրա Հայաստանի համար տնտեսական խնդիր ստեղծելն է, որովհետեւ ցուցարարները երեք ասացին, որ եթե այսպես շարունակվի, գործարանները ունենալու են խնդիրներ, այլ նոր քանակի չեն ուղարկում Վրաստան, որովհետև շատ սահմանափակ են արդեն ուղարկում նոր քանակի ըմպելիքը Վրաստանի տարածքով, որովհետև գիտեն, որ չեն անցնելու։ Եվ ուստի գործարանները ունենալու են խնդիր Հայաստանում շարունակեն գործել, արտադրել եւ արտահանել, վաճառել իրենց ուրեմն ըմպելիքը, կոնյակը կամ գինին եւ միևնույն ժամանակ խնդիր է լինելու աշխատավարձ վճարելու եւ այլ ուղղությամբ այդ մարդկանց, որոնք այդտեղ աշխատում են այդ ոլորտում։ Սա մեկ շերտ է այս խնդրի։ Երկրորդ կարևոր շերտը այն է, որ սրանով փաստորեն կարելի ասել Վրաստանի այսօրվա իշխանությունները դիմում են ուղիղ տնտեսական արդեն խնդիրներ ստեղծելուն Հայաստանին։ Եվ բոլորը հասկանում են, որ սա միամիտ տեղի չի ունենում։ Սա միտմամբ է տեղի ունենում եւ սրա հետևում կանգնած է ուրիշ օրակարգ, ինչպիսի օրակարգ։ Այս օրակարգի մեջ իմ պատկերացումով կանգնած է հենց այն, ինչ եղավ ֆուտբոլի ժամանակ եւ ուրիշ հատվածներում։ Տեսեք, Վրաստանը եւ Հայաստանը ստորագրել էին ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ, ըստ որի Վրաստանը եւ Հայաստանը կիսում են եվրոպական արժեքները։ Դա տեղի ունեցավ 2024 թվականի հունվար ամսին։ Ես իհարկե ողջունել եմ այդ փաստաթուղթը ստորագրելը, որովհետև դա տեղի ունեցավ 1 ամիս անց Եվրոպական միության կողմից Վրաստանի համար տեխնացուի կարգավիճակ տրամադրելուց հետո, բայց ես զգուշացնում եի, որ իրականում Վրաստանի իշխանությունները խաբում են, ուրիշ ուղղությունով են գնում եւ ապրիլ ամսին արդեն, երբ Հայաստանը Բրյուսելում երկկողմ ձևաչափով Ուրսուլա ֆոն դեր Լայն, Բլինկեն, Փաշինյան ձևաչափով կնքեց եռակողմ պայմանավորվածություններ եւ համաձայնվեց, որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները Վրաստանի տարածքով կմատակարարեն Հայաստանին եւ նույնիսկ կօգնեն Հայաստանը, որ իր մատակարարումները, իր արտահանումը կազմակերպի Վրաստանի տարածքով դեպի արևմուտք, այդ ուղղությունով այդ փաստաթուղթը կնքելուց հետո այդ պայմանավորվածությունները ապրիլի 29-ին Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի դեֆակտո ղեկավարը, հայտարարում է, որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները գլոբալ պատերազմի կուսակցություն են։ Ստեղծվում է խոչընդոտ բոլոր այդ ծրագրերի, որը Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները նախատեսում էին Հայաստանի հետ միասին։ Զուգահեռ դրա մենք ունենք տվյալներ ադրբեջանական մամուլից, որ ֆրանսիական առաջի ուրեմն քանակի զենքը անցնելուց հետո Վրաստանի իշխանությունները փակել են այդ ճանապարհը, սահմանափակել են այդ հնարավորությունը եւ ել ֆրանսիական զենք թույլ չեն տալի գնա դեպի Հայաստան։ Սա իհարկե նաեւ հակահայկական, հակաարևմտյան քայլ է։ Եվ Ադրբեջանը սա հաստատում է։ Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ Վրաստանը ակտիվորեն մոտենում է Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքական միության հետ, սրանով խոչընդոտում է Հայաստանի նաեւ եվրոպական ինտեգրացման ուղին։ Եվ ստեղծում է լուրջ խնդիրներ Հայաստանի այսօրվա իշխանությունները նկատի ունեն Վրաստանի, Հայաստանի անվտանգային համակարգին, սահմանափակելով մատակարարումները, տեխնոլոգիական համագործակցությունը արևմուտքի հետ, տեխնիկական, առևտրի եւ այլն։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ արդեն ստեղծվում է խնդիր Հայաստանի համար Ռուսաստանի հետ նույնիսկ կապերի հատվածով, բայց եւ ոչ միայն Ռուսաստանի իհարկե, որովհետեւ ես համոզված եմ մեծ մասը դրա նաեւ գնում է դեպի արևմուտք, բայց
առևտրի առումով Վրաստանը, որից կախված է Հայաստանի առևտրի մեծ մասը, հստակ տոկոս, իհարկե հայկական պետական համակարգը պետք է հայտնի, բայց հաստատ կարելի ասել, որ շատ մեծ մասը Հայաստանի առևտրի կախված է Վրաստանից, մենք ձեր հետ միասին քննարկել ենք նաև կարևորությունը ուղիների ի վերջո 4 անցակետից 3-ը անցնում են Վրաստանի տարածքով, դեպի Վրաստան են գալի եւ մեկն է դեպի Իրան գնում 4 բաց ցամաքային անցակետը, որը կա Հայաստանում։ Հիմա Վրաստանի այսօրվա այդպես կոչված իշխանությունները ստեղծում են կեղծ իրավիճակ սահմանի վրա, սրանով խոչընդոտում են Հայաստանին եւ սրանով իմ պատկերացումով ուղարկում մեսիջ։ Առաջին մեսիջը այն է, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անեն, ինչի իրենց ցանկությունում կլինի Հայաստանի դեմ։ Սրան մասին արդեն ակտիվ խոսում են ադրբեջանական մամուլը եւ շատ գոհ է սրանից, իհարկե Ադրբեջանը, իհարկե գոհ կլինի։ Ինչքան Հայաստանին վատ, այդքան Ադրբեջանին լավ, ինչքան Վրաստանը անի հակահայկական քայլեր, այդքան լավ Ադրբեջանին եւ Ռուսաստանին, որովհետեւ հիմա նույն Հայաստանը հայտնվում է շատ ավելի լուրջ ճնշման տակ եւ մենք չգիտենք նույնիսկ այս ճնշումների հետևում ինչ է կանգնած, ինչ մեսիջներ Մոսկվայից, որովհետեւ բոլորը հասկանում են, որ սա կազմակերպումը Վրաստանում այսօր գլխավոր թեզը մեր բոլորիս ով պայքարում է այս Բիձինա Իվանիշվիլու իշխանության դեմ այն է, որ ռուսական երազանք է իշխանությունում, ռուսական իշխանություններ են, ռուսական գործակալներ են, Ռուսաստանն է կառավարում Վրաստանը, այստեղ ռուսներն են հակավրացական գործունեություն ծավալում վրացքի միջոցով, Վրաստանի դրոշի հետևում գտնվող, Վրաստանի պետական համակարգում նստած, վրացական ազգանուններ ունեցող ռուսական գործակալների մասին է խոսքը։ Պետական կառավարման ամբողջությամբ իրենց ձեռքի տակ են վեկալել եւ Բիձինա Իվանիշվիլին ռուս օլիգարխը դա արել է։ Ուստի հասկանալի է թե ով է կազմակերպում այս խնդիրը Հայաստանի համար։ Այս խնդիրը կազմակերպում է Ռուսաստանը իր գործակալների միջոցով այստեղ։ Իհարկե Ռուսաստանի շահերը շատ դեպքերում համընկնում են Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի տարբեր բռնապետությունների շահերի հետ, բայց հատկապես մեր հետ կապված այստեղ ռուս-թուրքական, թուրք-ռուսական ճարտարապետություն է իհարկե հարավային Կովկասում եւ գլխավոր դերը իհարկե զբաղեցնում է այս ռուս-թուրքական ուժերը, նկատի ունեմ Ռուսաստանը, Թուրքիա, Ադրբեջան, ինչպես թուրքական ուժեր։ Հիմա ինչ է այստեղից ելքը։ Իհարկե, կարճաժամկետ առումով հայկական կողմը կարող է այս ցույցի միջոցով, պաշտոնական հնարավորությունների միջոցով, դիվանագիտական աղբյուրների ուղղությունով, կապերի միջոցով, իդեմս նշեմ Հայաստանի իշխանությունները շատ բան են արել ի նպաստ այսօրվա իշխանությունների, շատ անգամ հյուրընկալել են, շատ անգամ այցելել են, շատ անգամ ճանաչել են, Վրաստանում Հայաստանի դեսպանը շատ հանդիպումներ է ունեցել տարբեր իշխանության ներկայացուցիչների հետ։ Իհարկե դա Վրաստանի իշխանությունները շատ էին ցանկանում, որ այդպես լինի։ Հիմա գլխավոր հարցն է, արդյոք հայկական կողմը այդքան բան զիջելով, այդքան բան տրամադրելով կկարողանա այնպես անել, որ այս գոնե խնդիրը այս պահի համար լուծվի, եթե ոչ ավելի գլոբալ խնդիրներ, ինչպիսին է խոսքին պատժվեին այն մարդիկ, ով հարձակվել էին հայ ուրեմն ֆուտբոլի մասնակիցների վրա, կամ վերականգնվել ռազմական տեխնիկայի մատակարարումները, բայց դա ավելի մեծ թեմաներ են։ Եթե նույնիսկ այս փոքր թեման, ինչպիսին է համեմատաբար փոքր, ինչպիսին է այս ըմպելիքի արտահանման գործընթացը, տնտեսական թեման, հնարավոր չի լինի լուծել, ապա դա շատ լուրջ խնդիրների մասին է արդեն խոսում հայ-վրացական հարաբերություններում։ Կա հավանականություն, որ այս հարցը կարա լուծվի, բայց միևնույն է, սա ճնշում է արդեն եւ ցույց է տալի Բիձինա Իվանիշվիլին եւ ռուսները Մոսկվան ցույց է տալի, որ մենք կարող ենք, եթե պետք լինի, փակենք հայ-վրացական սահմանը։ Մենք կարող ենք տնտեսական բլոկադայի ենթարկենք Հայաստանը։ Սա շատ լուրջ հարց է։ Ես սրա մասին վաղուց խոսում եմ, այս վտանգը կա։ Այսօրվա այդպես կոչված իշխանությունները Վրաստանում կարան կազմակերպել Հայաստանի դե ֆակտո տնտեսական բլոկադա, ռազմական բլոկադա մեծ հավանականությունով արդեն են կազմակերպել, որովհետև Ադրբեջանի մամուլը բացահայտ ասում է, որ այդպես է եւ ուրախանում է դրանով եւ ես չեմ զարմանա, որ հենց այդպես լինի։
Ադրբեջանը աջակցում է այսօրվա իշխանություններին։ Հա, իդեմս նշեմ նաև, հայկական եկեղեցին եւ դաշնակցությունը նաև աջակցում են այսօրվա իշխանություններին եւ Վրաստանի ռուսական ճանապարհին, այն մարդիկ, ով միևնույն ժամանակ Հայաստանում ինչ կոչեր են անում, բայց Վրաստանից աջակցում են հակահայկական օրակարգին, որ Հայաստանը դեպի արևմուտք չկարողանա գնալ եւ Վրաստանում ամրապնդում են նաև այս ռուսական սցենարը, որի հետևանքները մենք բոլորս տեսնում ենք։ Կարելի ասել իրենց ներդրումն են նայեն ունենում նրանում, որ Վրաստանի տարածքով որևէ աջակցություն դեպի Հայաստան չգնա։ Շատ զարմանալի է, բայց փաստ է։ Ես այստեղից տեսնելով ամեն ինչ փաստում եմ այն, ինչ տեսնում եմ, այլ ոչ թե իմ ցանկությունները։ Եկեղեցին, հայկական եւ դաշնակցությունը, որոնք կարևորագույն այսօր դիրքեր ունեն Վրաստանի հայ համայնքում, ցավոք գտնվում են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի դաշտում ավելի ցանկությունների, քան թե Հայաստանի իրական դաշտում։ Հայաստանում իրանց դաշտը համընկնում է նախկին իշխանությունների օրակարգի հետ իհարկե, բերել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյանին կամ Բագրատ Գալստանյանին դեպի իշխանություն, մի ձև կազմակերպել իշխանապողություն, որովհետև իրանք դժգոհ են Հայաստանի արևմտյան ճանապարհով։ Դժգոհ է Հայաստանի արևմտյան ճանապարհով ոչ միայն իրանք, Պիտինա Իվանիշվիլին է դժգոհ, Իլխամ Ալիևն է դժգոհ, Վլադիմիր Պուտինն է դժգոհ, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է դժգոհ, իրականում Իրանն էլ կարելի ասել մեծ մասամբ դժգոհ է։ Եվ Վրաստանի բնակչությունը կողմ է, եւ Հայաստանի բնակչությունը կողմ է, որովհետեւ մեր ապագան միասնական եվրոպական միությունում է։ Եվ մենք լինելով միասին Վրաստան, Հայաստան, Եվրոպական միությունում, կարանք այնել այնպես, որ ապահոված լինի ամբողջությամբ Վրաստանի եւ Հայաստանի միջև սահման չլինի։ Սահման չլինի։ Նկատի ունեմ սահմանը լինելու է, բայց անցակետներ չլինի։ Տնտեսական առումով դա նշանակում է, որ Հայաստանը ստանում է ճանապարհ դեպի ծով ազատ, Վրաստանը ստանում է ճանապարհ դեպի Իրան ազատ։ Սա անհամեմատելի հետաքրքիր կարգավիճակ է, բայց շատ կարևոր հարց է, որ այս հարցի լուծումը իհարկե դրված է Վրաստանում Բիձինա Իվանիշվիլու ռեժիմի փոփոխության եւ իշխանափոխության մեջ։ Ես ուզում եմ շատ հստակ ասեմ, որ որևէ նույնիսկ ժամանակավոր լուծում հիմա նշանակում է, որ ընդհանրապես այս խնդիրը ուղղակի կարող է մի փոքր ուրիշ փուլում էլի վերադառնա մեզ։ Խնդիրը լուծելը իշխանության այստեղ փոփոխության մեջ է։ Եվ ցավոք շատ քիչ հայ է այս գործընթացում մասնակցում։ Ես նույնիսկ կարամ ասեմ, որ շատ դեպքերում ընդհանրապես միայնակ եմ այս գործում, բայց հասկանում եմ իմ ավելի մեծ պատասխանատվությունը, կարևորությունը, ինչպես Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ, ինչպես Վրաստանի հասարակական գործիչ, մասամբ քաղաքականության մեջ կարելի ասել գտնվելով, որևէ կուսակցության մեջ չեմ գտնվում, բայց փաստացի ոչ միայն քաղաքացիական ակտիվություններ է, այլ սա նաև արդեն քաղաքական բնորոշություն ունի այն, ինչով ես զբաղվում եմ։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն եւ ես ուզում եմ այստեղ շնորհակալություն հայտնել ձեզ։ Շնորհակալություն աջակցության համար եւ ես տեսնում եմ այդ աջակցությունը, որը վերաբերվում է խոսքին այն կոնկրետ հարցին, որի մասին մենք սկսեցինք կոնկրետ մեկ հարց լուծելը, դա տուգանքներն են, որոնք ոչ օրինական ձևով մոտավորապես $1800 տուգանք է, երկու տուգանք, մեկը արդեն վճարել եմ եւ մեկը պետք է վճարեմ, սպասում եմ մոտակա ժամանակահատվածում արդեն կհանձնվի այդ տուգանքը ինձ, արդեն որոշված է այդ հարցը եւ պետք է վճարեմ եւ ես տեսնում եմ ձեր աջակցությունը այդ թվում տարբեր միջոցների շնորհիվ, որ փորձում եք ձեր ներդրումը ունենալ ոչ օրինական այդ պատժամիջոցների տուգանքներից ազատվելու գործում։ Ինչու՞մ է սրա կարևորությունը, որովհետեւ մենք տեսնում ենք եւ ես տեսնում եմ, որ դուք շատ լավ գիտակցում եք, հարգելի հայրենակիցներ, որ այս պայքարը իմ անձնական պայքարը չէ, որևէ մեկի անձնական պայքարը չէ, կամ այդ տուգանքը իմ տուգանքը չէ, կամ ուրիշ է տուգանքները, մենք մյուս բոլորի մասնակիցներին ենք օգնում իհարկե եւ բոլորս միասին այսպես ակտիվ աշխատում ենք այդ առումով։ Բայց կարևորը ինչն է։ Մենք հասկանում ենք բոլորս, որ այստեղ որոշվում է Վրաստանի եւ Հայաստանի ճակատագիրը։ Այդ միջոցներով, այդ ճանապարհներով իմ գործունեությունի նպատակն է այդ թվում լուծել այդ հարցերը,
Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բարձրացնել այն մակարդակի, որ այդպիսի խնդիրներ չլինեն ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի համար։ Եվ ուստի ձեր աջակցությունը շատ կարևոր է գործնական առումով այստեղ, որովհետեւ մենք դեռ շատ բան ունենք անելու։ Եվ դա վերաբերվում է իհարկե նաեւ նրան, որ Վրաստանում իշխանության փոփոխությունն է առաջին նպատակը, բայց ակնհայտ է, որը կբերի նրան, որ Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների վրաց-հայկական հարաբերությունները ուրիշ մակարդակի կանցնեն, մենք միասին կշարժվենք դեպի Եվրոմիություն, դեպի Արևմուտք, բայց մյուս կողմից նաեւ կարևոր մաս է սրա իհարկե հայ համայնքի հարցերը, հայ համայնքի խնդիրների լուծումը, հայ համայնքը կենսական դեր ունի այստեղ։ Եվ ես համարում եմ, որ մենք ապագայում իհարկե անպայման նաեւ այս առաջի մեծ խնդիրը լուծելուց հետո կզբաղվենք հենց դրանով, որ հայ համայնքի հզորացումը, զարգացումը եւ փոփոխությունները հայ համայնքում, որոնք ինչպես դուք արդեն հասկացաք, շատ կարևոր եւ անհրաժեշտ են, իր ժամանակին տեղի ունենա։ Բայց հիմա ամենակարևորն է պայքարը ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու դեմ եւ եւս մեկ անգամ ես շնորհակալ եմ, որ դուք աջակցում եք ալիքին, աջակցելու միջոցներն են լայքերը, մեկնաբանությունները, բաժանորդագրվելը, կիսվելը, ինչպես նաև արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները կարող են անդամակցել ալիքին եւ դրանով աջակցել ալիքին եւ նկարագրությունում նշված նաև հնարավորություններ կա, ինչպես PayPal-ն է, այդպես էլ կրիպտոարժույթները, որի միջոցով դուք կարող եք նաև աջակցել եւ ձեր ներդրումը ունենալ մեր միասնական գործում։ Ես շնորհակալ եմ ուշադրության համար, մենք կշարունակենք նաև այս թեմային ակտիվ հետևել, կհանդիպենք, ցտեսություն։